The balls go through to establish who's the boss of the area and has the chance of copulating with the female. Never know. Yet 18 months later. Ու երկար ես պատրաստվում զբաղվես քո այդ փաստավավերագրական ֆիլմով։ Միգուցե անցնես 18+-ի։ Չայս հավատ տանեմ ինչ 18+։ Ես հենց դրա համար եմ հետևում այս անչափահասին, որ եթե տենամ 18+-ի թեմա է բացվում, գնամ ժանրը փոխեմ, դարձնեմ բայվիկ։ Իսկ միգուցե ես մեզ նկատի ունեի։ Էդիտա, քո կարծիքով չոբանը կնստի հաց ուտելու, եթե իմանա, որ այդ ընթացքում գելերը կարող է իր գառներին ուտել։ Պարզ չի, որ չէ։ Դե բա որ չէ, ոնց ես կարամ իմ գառնուկին թողնեմ, զբաղվեմ քո գեզնով։ Լավ օրինակ գիտես, մանավանդ քո չոբան լինելու պահը։ Զարմանում եմ, ոնց կարա 1000 տարվա չոբանը գայլին չտարբերի ոչխարից։ Բարի գիշեր։ Բարի։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչ եսա մեր հետ ասա, ով եսա, անպեսա, Չհասկացա, իմ սուրճը ուրա։ Բարի լույս ձեզ։ Բարի լույսը կախված է բարի գիշերից։ Իսկ իմ գիշերը այդքան էլ բարի չի անցել։ Ես չեմ հասկանում, դու չղջիկ ես, չես կարողանում մի քիչ շուտ քնես։ Բայց տիկին էջի դա իմ քնել չքնելը ձեր հետ ինչ կապ ունի։ Շատ ուղիղ կապ ունի։ Կորյունը միջև քեզ չի քննացնում, ինքը չի քննում։ Շատ ճիշտ նկատեցիք Կորյունը։ Իսկ կներեք ես մինչև ձեր տուն գալը կամերայի տստզոցների տակ քնել չեմ պարապել։ Իսկ դու գիտես, որ մարդկությանը շատ հայտնի մեթոդ կա։ Կոչվում է ալկոհոլ։ Շատ մարդիկ մի բաժակ խմում են ու հանգիստ քնում են։ Ես մեծ հաճույքով մի բաժակի փոխարեն մի շիշ էլ կխմեի։ Ուղղակի ես խմիչքի նկատմամբ ալերգիկ եմ ու նույնիսկ մի գրամ ալկոհոլից ես կարող եմ հարբել ու կորցնել ինձ, որը կարծում եմ ձեզ ընդհանրապես ձեռք չի տալիս։ Իսկ ինչ գիտես, որ ձեռք չի տա։ Կարող է լավ էլ ձեռք է տալիս։ Էդիկա ջան, ես յարդի ներողություն, սա խոհանոց է, բաղնիսը մյուս կողմում է։ Իսկ դու էդ ինչից ես ենթադրել, որ ես խառնել եմ, պապա ջան։ Հակացից է։ Երբ այս ամեն ինչի վերջը գալու։ Երբեք։ Ես կգնամ։ Դու ոչ մի տեղ էլ մի գնա։ Ինչի ինչ-որ մի բան չեմ արել, սխալ բան եմ արել Կորյունա նշողանիչ։ Ես ձեզ մենակ գտնում։ Դու էլ մի գնա։ Չէ, մանուկ, դու ոչ մի բան չես արել։ Ամեն դեպքում հələ որ չես արել։ Բա ինչի մնամ։ Բա ես ինչի մնամ։
Հեսա մի քիչ համբերեք կիմանանք։ Անուշիկ, պապա, եկեք։ Ասա, պապ։ Հեսա, պապան էլ գակ ասեմ։ Իսկ մի երկու բառով կասես ինչա կատարվում։ Երկու բառով չէ, բայց 3 բառով կարամ ասեմ։ Դե 3 բառով ասա։ Սպասի, պապան, կա։ Անչել էր կորյուն։ Հա, պապ ջան, հո կարևոր գործերից չկտրեցի։ Չէ, ինձ չէ, բայց կնիկդ ոնց որ ուզում է գնա հանգնվի։ Արի թող կնիկը հա որոշի ուր գնա ու երբ պապա։ Լավ, վերջ։ Ուրեմն ուշադիր լսեք ձեզ ինչ եմ ասում։ Ես հենց անես չէ որ ձեզ հավաքել եմ ստեղ։ Այսօր մեր տունը մի հատ մարդ է գալու, այդ մարդը հասարակ մարդ չի։ Բա ինչա, կախարդական, հա։ Պապ ջան, շատ խնդալու էր, բայց այդ կատակները մի կողմ էլի։ Դե, առածներ իրավիճակը լարված էր, ասի մի քիչ թեթևացնեմ։ Հեսա իրավիճակը ավելի է լարվելու։ Մի խոսքով այդ մարդուց ես հողատարածք եմ առնելու։ Բա մեզ ինչ ես հավաքել։ Դու երբ ես ինչ առնելուց մեզ հարցրել, որ հիմա ես հարցնում։ Հա, շատ ճիշտ է ասում։ Էդ ինչի հեռախոսը տառնելուց պապայիցդ չհարցրեցիր, որ հեռախոսից առնես, ինչ պարամետրերով։ Հա, որ հեռախոս առներ, հաստատ կասեի։ Բայց ինքը գնաց է եսի մի չարը, նիտո մագնիտոֆոնա, նիտո ֆոտոապարատա, նիտո հեռախոսա։ Այն ժամանակ, երբ որ ես գործկոմի քարտուղար էի։ Այն ժամանակ հեռախոսը էր, ապարատն էլ ապարատ։ Ոչ թե հիմիկվա նման սաղ իրար խառնան։ Պապա ջան, վերջ։ Ուրեմն ուշադիր ինձ լսեք։ Այդ մարդը ումից ես այդ տարածքը առնելու եմ, մի քիչ տարօրինակ է։ Այդ որ տարածքն է, կորյուն։ Այն բենզակալոնքից կողքի տարածքն է։ Այն որ 10 տարի է ուզում ես առնես ու տեղը սուպերմարկետ սարքես։ Հա, Ինչքան է ասում։ $800,000։ Արա գեշվել այդի 500 քառակուսու համար 800,000։ Այս հավը տանեմ, հազիվ եմ համոզել։ Ու լնես չի, որ ինքը իրա վերջնական խոսքը ասել է։ Ասում եմ, չէ, դի տարօրինակ մարդ է։ Ասում է, որ ինքը իրա տարածքը կծախի մենակ այն ժամանակ, երբ որ համոզվի, որ ես արժանի մարդ եմ, որ իմ ընտանիքը իդեալական, համերաշխ ու բարոյական ընտանիք է։ Մի խոսքով մենք պետք է իդեալական մարդիկ լինենք, որ արժանի լինենք իրա պապական հողերը առնելու։ Էս ինչ տունտունիկա։ Տունտունիկա ինչ է էսա։ Ու ինչպես նշեց վերը նշված հերս։ Ես այս տարածքի վրա 10 տարի աշխատել եմ։ Ու եթե հանկարծ ձեզնից մեկի պատճառով այդ գործարքը չկայանա, մեր օրինակելի ընտանիքը կզրկվի իր ամենաչօրինակելի անդամից։ Բան չունեմ ասելու, տխուր կլինի, որպես օրինակելի մարդիկ մենք կլացենք նրա համար։ Բայց շուտով ամեն ինչ կանցնի։ Չկպավ կորյուն։ Այսինքն, Ոչ մի արժանավոր ու բարոյական ընտանիք դեռ աղջկան չամուսնացրած փեսային իր տանը չի պահում։ հա, բայց ով է ասում, որ մանուկը պես է սա։ Մանուկը այսօր աղբորս տղենա, եղավ մանուկ։ Եղավ, կորյուն Անուշավանիչ։ Արա ասում եմ եղավ մանուկ։ Եղավ հոպար ջան։ Ու ինձ հետաքրքիր է, այդ ոնց ես դու պատկերացնում քո օրինակելի ընտանիքը։ Դժվար բան չկա։ Նախ եւ առաջ պետք է իրար հետ սիրով լինենք։ Այդ խնդիր չի։ Սիլվա լսեցին մենք ես իրար սիրելու ենք։ Ու մեկ էլ աշխատեք, ինչքան կարաք իրար հետ գրական խոսացեք։ Բնավ, առանց տարակուսանքի։ Գրական, բայց հայերեն։ Լավ, ես գնացի պատրաստվեմ։ Նույնը խորհուրդ կտամ, որ դուք անեք։ Լավ, հարգարժաններս, ներեցեք ինձ, ես Սիլվայի հետ գործ ունեմ։
եք ասում։ Հազիվ թե ես դիմանամ քո բացակայությանը։ Հուսով եմ մեր բացակայությունը ավելի հեշտ կտանես։ Գնացինք մանուկ։ Գիտես, ինչ տեղափոխվել ես մեր տուն, մի տեսակ սարել ես իմ նկատմամբ։ Անուշ, որովհետև պապա տնես չի անում, որ ես չսարեմ։ Վաղուց ոչ միտեղ չեն գնացել։ Ոչ թատրոն, ոչ կինո։ Դե համերգների մասին կարամ ընդհանրապես չխոսեմ։ Հա, բայց դրա փոխարեն մենք ամեն օր ցիրկ ենք նայում։ Իդեպ միշտ մահացու համարներով։ Ուրիշները մեզ կնախընձեին։ Հոգնեցի արդեն։ Ամեն անգամ նույն բաներից ենք խոսում։ Արի այս անգամ մեզնից խոսենք, լավ։ Օրինակ մեր առաջինեկին ինչ անուն ենք տալու։ Դե դա կախված է երեխայի սեռից։ Լավ, գիտես ոնց կանենք։ Եթե աղջիկ լինի կորոշեմ ես, եթե տղա դու, հա։ Բայց ես վստահ եմ, որ ես տղա եմ ունենալու, որովհետև գոնե մի հատ մխիթարանք պետք է լինի այս ամեն ինչի մեջ։ Տենց վստահ մի խոսիր։ Պապան էլ էր վստահ, անգամ երդվել էր, որ առաջնեկին պապիկիս անունով է կոչելու։ Պաստորեն պապատ իր երդումը դրժել է։ Ցավոք սրտի ոչ։ Անուշ, դու մեծ աղբեր ունես։ Հարցն էլ հենց դա է, որ չէ։ Անուշ, հանելուկներով ես խոսում, բան չեմ հասկանում։ Այսինքն Այո։ Անուշավան Կորյունովնա։ Ձեր խոնար ծառան։ Ինչու ես ծիծաղում։ Շնացի։ Բախտս ինչ որ միտեղ բերել է։ Անուշավան կրճատ Անուշիկ է ստացվում։ Բախտը բերել է, որ պապուտ անունը Անուշավան է։ Կարար Հակոբ։ Ես երկար եմ մտածել քո ասած իդեալական ընտանիքի մասին։ Ինձ թվում է մեր մոտ ոչ մի բան չի ստացվի։ Ինչի՞։ Որովհետև ընտանիքը իդեալական է, երբ ամուսիններն էլ իդեալական եւ կանոնավոր հարաբերություններ են ունենում։ Հուսով եմ հասկանում ես, չէ՞, ինչ նկատի ունեմ։ Չէ, իդեալական ընտանիքը հետն է, որ երբ ամուսինը մի գիշերվա ընթացքում քնում է ընդամենը 2 ժամ, կինը հանուր իր կենթանական բնազդների, չի մոռանում, որ ամուսինն է մարդ, ու թողնում է, որ այդ խեղճ մարդը գոնե մի քիչ զբաղվի իր գործերով։ Մեկն էլ կողքից լսի կմտածի ամբողջ գիշեր թեզ ես պաշտպանել, ես էլ խանգարել եմ քեզ։ Այդ բաները դու որտեղից գիտես։ Հեռուստացույցից։ Այո, Արշակ Սերոպիչ, ես հենց ես վարքյանից սալանում եմ ձեր ետևից։ Ոչինչ եք ասում, ոչ մի անարմարություն։ Առայժմ, չէ դու կանջատեք, հետո ես կանջատեմ։
Արշակ Սերոպիչը ով է։ Այդ հենց այն մարդն էր, ում մասին ձեզ ասում էի։ Ես հիմա գնում եմ նրա հետևից։ Չմոռանաք, հա, ինչ եմ ասել։ Բոլորին կզգուշացնես, որ իրաց նորմալ պահեն։ Զգուշացնելը կզգուշացնեմ։ Այդ թե ոնց իրանց կպահեն։ Այդ մեկը չեմ կարա երաշխավորեմ։ Համեցեք։ Սա էլ իմ համեստ կացարանը։ Սա ձեր ձեռքի գործն է։ Դո չէ, հա։ Դո ոչ։ Բնավ ոչ։ Եկեք անցնենք առաջ, ես ձեզ կծանոթացնեմ իմ հարազատների հետ, այնուհետև կպատմեմ այս վաղամերի կարճի պատմությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծանոթացեք, մեր օրերում շատ քիչ հանդիպող թերահաս ամենակիրթ Թերևս։ թերևս ամենակիրթ մարդկանցից մեկը Արշակ Սերոպիչը։ Շատ հաճելի։ Արշակ Սերոպիչ, ծանոթացեք, հայրս Անուշավան Կորյունիչը։ Ես շատ ուրախ եմ ծանոթության համար։ Ինձ շատ հաճել է ծանոթանալ ձեզ նման առաքինի։ Շատ հաճելի է։ Նմանապես։ Կինս Էդիտան։ Շատ գեղեցիկ անուն ունեք տիկին։ Էդիտա։ Դուք նույնպես։ Արշակ Սերոպիչ։ Աղջիկս։ Անուշիկը։ Շատ հաճելի է։ Իրոք, որ Անուշիկ աղջիկ ես։ Շնորհակալություն։ Իսկ Մանուկը աղջիկաս աղջիկաս հոր եղբոր որդին է։ Այսինքն ձեր եղբորորդին։ Այո, շատ նրբանկատ եք Արշակ Սերոպիչ։ Ուրախ եմ Մանուկ ջան։ Նմանապես Արշակ Սերոպիչ։ Այնպես է ստացվել, որ Մանուկի թե կրթությամբ եւ թե դաստիարակությամբ զբաղվում եմ ես։ Շատ գովելի է, շատ։ Դե անցնենք սեղանի շուրջ հանգիստ զրուցենք։ Ինչ որ մի բան կխմեք։ Բնական հյութ, եթե կարելի է։ Ինչի՞ չի կարելի։ Հիմա Էդիտան բոլորիս համար բնական հյութ կբերի։ Էդիտա ջան, եթե կարելի է ինձ էլ բնական։ Շատ լավ, պապա։ Հրաշալի կին ունեք։ Իսկ արջը, դուք ինձ չպատմեցիք նրա պատմությունը։ Սամոյն է։ Մի անգամից ասեմ, որ մենք ես արջին չենք սպանել։ Դա արդեն լավ է։ Որովհետև ես սխալ եմ համարում, երբ մարդիկ ոչնչացնում են կենդանիներին, քանի որ դա յուրահատուկ է միայն կենդանիներին։ Երբ գոյության համար պայքարը անմեղ կենդանիներին վերածում է կատաղի գազանների, որոնք իրենց տեսակը պահպանելու համար վերացնում են մեկը մեկու, հոշոտում են միմյանց։ Ոչ նման բան չկա, մենք այս արջին չենք սպանել։ Իսկ սա
Այս Սարչը անտարբերության զոհ է։ Այո, նա ուղղակի պատահական ընկել էր մեքենայի տակ եւ ես չուզեցի, որպեսզի նա ոնց են ասում, որ անիմաստ մահանում են։ Անփառունակ։ Այ ապրես, անփառունակ։ Եվ ես նրան բերեցի տուն, որպեսզի գոնե մեկը հիշի այս խեղճ կենդանին։ Ես մի գեղեցիկ օր Կորյունի առաջ հարց եմ դնելու։ Կամ ես կամ ինքը։ Ու մասին է խոսքը, տիկին է դիտա։ Նախկին գործկոմի քարտուղարի, բարձ չի ում։ Ինձ համար դժվար չի, դու գնացեք ես կբերեմ։ Ո ոչ, ինչ եք ասում։ Բնավ։ Տան մեծը խնդրելա, ես ոնց կարող եմ անտեսել։ Ասելա ես բերեմ, ուրեմն ես պիտի տանեմ։ Էլ ուր մնաց մարդկային արժեքները։ Սերը։ Վիսկի։ Վիսկի բեր մի հատ, հյութիս հետ եմ ուզում խառնում, գլուխս ցավում է, թե չէ ես էլ չեմ դիմանում։ Էն։ Էս մի քիչ թափի։ Ներվերս էլ չի հերիքում։ Անկեղծ ասած, ձեր այս լարված վիճակում կարծում եմ ես էլ չի։ Պապիկի հարցում միգուցե չի օգնի, բայց այ ուրիշ հարցում հաստատ կօգնի։ Անչափ շնորհակալ եմ տիկին Էդիտա։ Շնորհակալ լինելու կարիք չկա, հավատացած եղեք։ Ապրես Հասիպ։ Արշակ Զերոպիչ, ես ուզում եմ այդ տարածքում ինչ-որ մի բարեգործական շենք կառուցել։ Գուցե նաև ծերանոց։ Սնդարարա, բա սուպերմարկետ է։ Ուզում եք ասել, որ իմ ապուպապերին պատկանող այդ սուրտ մասունքը դուք ուզում եք վերածել առևտրային խարդախությունների համար կենտրոնի։ Ու դուք դա ինձանից թաքցնում էիք։ Բնավ։ Ես ուղղակի կարծում եմ, որ մեր երկրի տնտեսական եւ բարոյական վիճակը այնքան կբարելավվի, որ ծերանոցի կարիք չի լինի։ Իսկ ինչ վերաբերվում է այդ առևտրի կենտրոնին, այդ սուպերմարկետին, ես ուզում եմ կառուցել մի այնպիսի կենտրոն, որտեղ ամեն ինչ շատ բարոյական եւ արդար կլինի։ Այսինքն Դե մթերքը միշտ թարմ կլինի։ Հաճախորդներին լավ կվերաբերվեն, քաշի մեջ չեն խափի։ Իսկ առավել կարիքավորների համար կգործեն 100%-անոց զեղչեր, այսինքն նրանց համար միշտ ամեն ինչ կլինի անվճար։ Ու գերմանական ապրանքը թուրքականի տեղ չեն ծախի։ Եթե իմ խոսքերին չեք հավատում, մենք կարող ենք պայմանագրի մեջ հատուկ կետ ավելացնել, որտեղ ես պարտավորվում եմ վերը նշված բոլոր կետերը իկա տարածել։ եթե կարելի։ Եթե կարելի է։ Չէ, չի կարելի։ Ինչ։ Ասում են դու ագահարելուց մասի ամել խուլ ես։ Չլեսեցի, ինչ ասեցի։ Լակո, տեսի չես քեզ թույլ տալիս։ Հոպարել է դու մի խառնվի։ Դերամել է սրա ուզածի ինչա։ Ինչ կապ ունի արժանավոր գնորդը հողատարածքների հետ։ Ծախում ես ծախի, չես ծախում թող ստեղում։ Ակոն եմ դրան տաշ տերից, դուք էլ նրան օգնեք։ Բնավ, արշավ, սերոքիչ, արշա, բնավ։ Ինչպես դուք կբացատրեք սա։
Ես ես չէի ուզում ասել, բայց իմ եղբոր որդին հոգեկան հիվանդ է։ Անգամ դա նրան չի արդարացնում։ Ես պետք է մտածեմ։ Լավ, այստեղ նստեք, հանգիստ մտածեք։ Հանգստացի, Մանուկ ջան, ախր ես ինչ արեցի, չեմ հասկանում, հետդ ինչ ա կատարվում, Մանուկ։ Ոչ մի բան չի կատարվում։ Շարլատանը ովա, որի մանիրոջի պիտի սենց նեղի։ Այս է ծաղում ես ծաղի, իշխոպի գուսունը։ Անելով թաշիպին կանգնելդ նուրս եկավ, բայց կապիկության պահով դու էլ հետ չես մնում ջահել։ Ես ինչ եմ իչակը տարա, հավակի քեզ։ Պապի ջան, ես քեզ շատ եմ հարգում, բայց այսօր ես իմ արածը պիտի միջև վերջ անեմ։ Հանգստացի, դու այսօր ոչ մի բանը չես անելու։ Մնում է շոֆերը ինձ ասել, ես ինչ անեի, ինչ անեի։ Մանյան, դու հանգստացի ու բացը թե հասկանանք տեսնենք, հետդ ինչ ա կատարվում։ Ոչ բանը չի կատարվում, Անուշավան ջան։ Լավիա։ Ուղղակի այդ շարլատանը պիտի մանիրոջը չխաբի ու վերջ։ Չէ, բայց քեֆս բերում ա, իսկական տղամարդ է։ Սրանով տենց մի հիացի, այդ ինքը չի խոսում է, այդ իրա մեջի վիսկին է։ Մանուկը չի խմում, ինքը խմիչքից ալերգիա ունի։ Ես գիտեմ, ինքը ինձ դրա մասին ասել է, բայց ես ինչ մեղք ունեմ, որ մեր սոկերը խառնեցին ու իմինի մեջ պետք է լիներ վիսկին։ Լավ եմ որել խմել եմ, ու այս սրբիչները ինչ պետք է ասելու եմ։ Սրբիչնովը։ Սերապիչի հետ է։ Մյուս կողմից էլ, եթե վերցնենք այն փաստը, որ դուք խնամում եք ձեր եղբորորդուն, այն էլ հոգեպես անհավասարակշիռ եղբորորդուն, միաժամանակ վտանգի տակ դնելով ձեր անդորը եւ անվտանգությունը, ապա պետք է արձանագրենք, որ դուք հիրավի առաքինի մարդ եք։ Թողեք ես մի գնամ, թողեք, Անուշավան, թողեք ես մի գնամ։ Այսինքն դա նշանակում է, որ Դա նշանակում է, որ դուք իրոք արժանի եք այդ հողատարածքի լիարժեք տերը լինելու։ Ընդամենը $800,000 եւ հողատարածքը ձերն է։ Լավ։ Ես երկու բառի պիտի ասեմ։ Առաջ, եթե ես մեյմունը չուզենա իր հողերը ծախեր, չես ծախեր։ Մանուկ։ Հոպաս! Երկրորդ, եթե իր համար իր ապուկապերը, Ապուպապերը։ կապշուրի, ակուպատերը թագելն էին, ինքը թողը չեր ծախեր։ Նես որ սլիս բաներ ա խոսում, որ գին բարձասնի։ Ինչ 800,000, այդ հողի համար մեր բանկսկի 400,000 չեր տա։ Ես այլևս չեմ կարող լսել այս սառանցանք։ Արշակ սերապից, սպասեք։ Դու մեռած։ Այն մոծակ։ Ես ինչ ես քեզ թույլ տալիս, ես դու քանի գլխանի ես, մի երկու բաժակ խմել ես կորցրել ես քեզ արա։ Ճիշտ է, ես շատ հարբած եմ, բայց ոչ ջանարշանի որ աղջկա սանուն դնեմ Անուշավան։ Ինչ հասիր արա, ինչ հասիր արա։ Պապիջան մի ճուղայնացի, ինչ որ մեկը Մանուկի բաժակի մեջ վիսկի ա լցրել, պապ։ Այդ իմ բաժակի մեջ էր լցրած վիսկին, ուղղակի շփոթել են։ Աշկից դուք ոչ մի բան էլ չեք շփոթել, աշկից դուք ինձ եք ուրիշ մարդու հետ շփոթել։ Հոբար ես ինչ ասել եմ ճիշտ եմ ասել։ Այս շարլատանը շատ լավ գիտի, որ իր հողերը 400,000-ից ավել չարժի։ Ես որ մի քիչ ման գա, հետո կգաստի։ Կորյուն Անուշավանիչ, եւ ինչ դուք պետք է թողնեք, որ ես հենց այսպես թողնեմ ու գնամ, հա։ Չեք էլ ուզում հանգստացնել։ Միգուցե մենք
ընդհանուր հայտարարի գանք, համաձայնվենք, հա։ Ոնց ասեց աղբորսները։ Ես այդ տարածքի համար 400,000 մետրից ավել տվողը չեմ։ Հենց որ գնացեք ու մտածեք։ Գուցե 500,000։ Բնավ։ Լավ։ Գորյուն Անուշաբանիչ, պայմանագիրը չստորագրենք։ Հեսակ ստորագրենք, ուղղակի Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչ է սա մեր հետ ասա, ով է սա,